պատասխանային ժողովրդին, որից քվեի է ստացել։ Նախ ազգային ժողովի աշխատանքներին մասնակցել, այդ թվում ազգային ժողովի նիստերին, ազգային ժողովի հանձնաժողովների նիստերին, խորհրդարանական լսումներին, քննարկումներին, ազգային ժողովի պատգամավորների պարտականությունն է։ Իհարկե խմբակցության կողմից կազմակերպված լսումներին օրենքով սահմանված պարտականություն դրված չի, դա միայն հանձնաժողովների կազմակերպված լսումն է, բայց այնուամենայնիվ պատգամավորները դրա համար են, որպեսզի մասնակցեն ազգային ժողովի աշխատանքներին։ Խորհրդարանական լսումների ինստիտուտը նախատեսված է այն բանի համար, որ հանրությանը հուզող այս կամ այն հարցի շուրջ հրավիրվեն ոչ միայն պատգամավորներ, այլ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ովքեր որ շահագրգիռ են, ովքեր որ փորձագիտական կարողություններ ունեն, փորձառություն ունեն եւ այլն, որպեսզի գան իրենց տեսակետներով, քննարկումներով օգնեն պատգամավորներին, որպեսզի նրանք որոշումներ կայացնեն, բոլոր դեպքերում խորհրդարանական լսումների շահառուները դրանք ազգային ժողովի պատգամավորներ են։ Հետևաբար վաղը նիստերի դահլիճում պետք է գտնվեն իմ կարծիքով ազգային ժողովի բոլոր պատգամավորները, որպեսզի նրանք լսեն, թե հանրությանը հուզող հարցի վերաբերյալ այլ մարդիկ, ովքեր պատգամավոր չեն, ինչ կարծիքներ ունեն, որպեսզի դա նպաստի իրենց տեսակետի ձևավորմանը եւ դրանից բխող որոշումներ կայացնեն։ Եթե իրենք ունեն տարբերվող կարծիքներ, պարլամենտը դրա համար է, որ նաեւ տարբերվող կարծիքներ հնչեցվեն, այդ տարբերվող կարծիքների մեջից ծնվի ճշմարտությունը, հասարակությունը լսի, ասի Էդգար Ղազարյանը այս հիմնավորումներն է ներկայացնում անվստահության գործընթացի համար, չգիտեմ, Ալեն Սիմոնյանը կամ Ռուբեն Ռուբինյանը կամ Վահագ Ալեքսանյանը այս կարծիքը ունի։ Այդ մարդիկ պետք է այդ երկու կարծիքները լսեն, տեսնեն որն է հիմնավոր եւ իրենց տրամաբանական պահանջ ասեն, պարոն Ղազարյան, այս մարդիկ ավելի հիմնավոր են խոսում, չէ, պաշտպանենք, բայց այդտեղ հիմա մենք պարլամենտում ունենք մի հատ իրավիճակ, որ պարլամենտը իր ֆունկցիոնալ կարգավիճակից շեղվել է, այսինքն այստեղ քննարկումներ չի լինում, ասենք 2 օր առաջ իրանք էին կազմակերպել խորհրդարանական լսում։ Ես ելույթ եմ ունենում։ Ռուստամ Բաքոյան ասում է, ինձ դուր չի գալի քո ելույթը։ Եվ ընդհանրապես օգտվելով այդ իր նախագահողի կարգավիճակից ինքը տենց իրավունք չունի դե որպես լսումների ժամանակ։ Ասում անջատեք խոսափողը։ Հետո էլ անվտանգության ծառայողները ասում են հեռացրեք իրան դալը, որովհետև իր ասած մտքերը իր հակասություն, օրինակ մենք ասում ենք օրենքի նախագիծ են քննարկում, եւ այստեղ պետք է ելույթ ունենան փաստորեն միայն մարդիկ, ովքեր գովում են այս նախագիծը։ Ովքեր միայն դրական կարծիք ունեն այս նախագծի վերաբերյալ, նրանց բոլորին թույլատրվում է խոսել։ Եթե մեկը ընդդիմանում ասում է, որ այս նախագծի կարիքը չկա, հասարակական հարաբերություններում երեխաների իրավունքների պաշտպանության հետևանքները ինչից են առաջ, չի ասում, դու վատ բաներ ես ասում։ Անջատեք խոսափողը։ Հետո ասենք ոնց թե, պարլամենտը ինչի համար է։ Ժողովրդավար համարվող Հայաստան, ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստան, ինչպես է հնարավոր։ Բայց հենց այդ ամեն ինչը վկայում է, որ այս մեր երկիրը ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու է։ Հիմա ասենք տեսեք, ամեն տեսակի բռնությունը դատապարտելի է, չէ՞։ Ամեն տեղ ասենք թե որևէ ձևով հաշվի հարդարներ տեսնելը, ֆիզիկապես մարդուն պահանջելը, որ ինքը քո կարծիքին լինի, քո ասածները, դրանք բոլորը օրենքով արգելված են։ Ինչի է արգելված, որովհետև օրենքով նախատեսված է քննարկումները, իրար հետ խորհրդակցելը, խոսելը, չէ՞։ Բայց հիմա եթե ասենք այդ մարդիկ խուսափում են խոսքից։ Հիմա ասենք Ծովինար Վարդանյան, ես այսօր որ այդ ընդունելությունը կայանար ժամը 10-ին, ես նրան ինչ պիտի անեի։ Ոչ, ասենք բացի իր հետ խոսելուց, ուրիշ ոչ մի բան, ոչ տրամադրված եմ, ոչ ասենք ես կյանքում կնոջ վրա ձեռք չեմ բարձրացել, որ մտածի ասի հանկարծ կարող է ինձ ծեծի։ Եթե ուրիշ բան մտքով անցնի, այդ պիտի նախ իմ մտքով էլ անցած լինի, իմ մտքով այդպես բան չի անցել, որ մտածի ասի կամ ազգային ժողովի ինչ դրա տեղն է։ Ընդամենը պետք է լինի սովորական խոսք քննարկում, չէ՞, ես իրան պիտի ասեմ պատրաստվում էի ասել, թե ինչի ինքը որպես պատգամավոր պիտի անվստահության գործընթաց նախադրա, հիմքերը ներկայացնեմ եւ լսեմ իր կարծիքը, ասիկա ինքը ինչի դա չի անում որպես պատգամավոր, երբ որ դա իր պարտականությունն է։ Հիմա ինքը դրանից խուսափում է։
Լավ, եթե ինքը դրանից խուսափում է, ես իր հետ ոնց շփվեմ, ոնց հաղորդակցվեմ, ուսես մեր ամբողջ հասարակությունը։ Հիմա ասենք վաղը խորհրդարանական լսումներ է։ Պարզ է, չէ, որ եթե իմպիչմենտի հարցը ակտուալ չլներ, մի ամբողջ խմբակցություն անվստահության գործընթաց չէր նախաձեռնի, այդ թեմայով խորհրդարանական լսումներ չի հրավիրի։ Եթե դա արվում է, ուրեմն դա նշանակում է, դա ակտուալ է մեր հասարակությանը, այդ հարցը հետաքրքրում է։ Հիմա եթե վաղ այդ դահլիճում լինի 50 մարդ, 100 մարդ, քաղաքական գործիչներ, տարբեր կուսակցություններ, նշանակում է դրանց բոլորին այդ թեման հետաքրքրում է, չէ՞։ Բայց падգամավորները չկան տենան այս մարդիկ, ասենք կուսակցություններին ղեկավարներ են, ներկայացուցիչներ են, անվանի գործիչներ են, հասարակության մեջ հեղինակություն, բայց մարդիկ կարծիք ունեն, բայց չկան լսեն տենան այս մարդիկ ինչ կարծիք ունեն։ Բայց եթե չեն ուզում շփվեն, հաղորդակցվեն, բայց մենք իրանց հետ ոնց խոսենք։ Խոսենք, ասենք շատ է որ ասենք հիմա տարածված է նոր տարուց առաջ Իջևանում որոշակի ասենք գործոն Նիկոլ Փաշինյան, բայց դա մարդու դեմ չի կարելի դες բան անել, չէ՞։ Մարդը դրա համար է, որ հիմա ասենք թե այն խոզին, որ Նիկոլ Փաշինյանը Իջևանում նոր տարուց առաջ խանձել է, բայց չի կարացել հետը խոսի, չէ՞։ Կարող է խոսել, պարզվել որ կարելի է դա նաև չանել էլի 21-րդ դարում, չէ՞։ Կարող է այդ խոզը իրան բացատրել, ասել մի արա, նույնիսկ եթե սոված ես, ուզում ես ուտես ուրիշ բան, տար բոյնի, նորմալ, մորթի, բան, տեսա, խոսել իմանար այդ խոզը, այտենց կառաջարկեր։ Հիմա Վահագ Ալեքսանյանը խոսել գիտի, ի տարբերություն այն խոզի, որը խանձվել է Իջևանում։ Բայց խոսել գիտի, պիտի օգտվի, չէ՞ այդ հնարավորություն, պիտի գա խոսի եւ իր տեսակետները ասի։ Բայց ելույթները ունենում ոչ ժամանակ, երբ որ այդ դահլիճում մենակ իրանք են, իրանց խմբակցությունն է, մի խմբակցությունով անունը, խմբակցության անունը դրել են ազգային ժողով։ Բոլոր օրենքները ընդունվում է մի խմբակցությամբ, իսկ քննարկումներ չկա, հետևեք քառօրյայի աշխատանքների, որևէ օրենքի նախագծի քննարկում տեղի ունենում է ազգային ժողովում։ Որ մեկը հարց տա, այդ հարցի մեկը պատասխանի, մեկը կողմելի, մեկը ընդդիմությունը չի մասնակցում, որովհետև իրաց ձայնը լսելի չի եղել բացառիկ են դեպքերը, ասենք դրոշի մասին օրենք, չգիտեմ, որ ընդդիմադիր падգամավոր օրենքի նախագիծ առաջադրի։ Ազգային ժողովում ոչ թե կողմ դեմ քվեարկեն, քննարկեն։ Հասկանում եք, դեմ են քվեարկում, նույնիսկ օրակարգ չի մտնում։ 58,000 մարդ հայաքվեով օրենքի նախագիծը հեղինակ է։ Բերը հասցրել են ազգային, պատկերացնում եք ինչ տիտանական աշխատանք, չէ, ամբողջ երկրով, մի ամիս սաղ ժողովուրդը 58,000 մարդ է ասում, Վայոց ձորի բնակչությունից շատ է։ Գնացել են օրենքի նախագծի հեղինակ են դարձել, բերել են, ասում են падգամավորներ, խնդրում ենք այս նախագիծը քննարկեք։ Կողմ կլնեք, թե դեմ կլնեք, դա պիտի որոշվի քննարկման արդյունքում, չէ։ 58,000 քաղաքացու նախաձեռնությունը դեմ են քվեարկել, որ մտնի օրակարգ, հասկանում եք։ Չեն ուզում իսկի քննարկեն։ Հիմա եթե նրանք էլ տենում են այս վիճակնա դուրս են գա, իրանք մնում են մի խմբակցությունով որոշումներ են կայացնում, պաշտոններում մարդկանց են ընտրում, օրենքներ են ընդունում, ինչ են, մի խմբակցությունով, այդ չէ՞ լավ ազգային ժողով։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ է։ Հա, ճանաչում են, գայշնիկը այլ է, ժամանակի մինչև պատգամավորելու։ Պարոն Ղազարյան, նաև կխնդրեմ անդրադառնալ երեք փառատոններ ունեցած այդ ողբերգական դեպքին եւ ընդդիմադիր համայնքապետը նրան մահացած հայտնաբերեցին եւ պարոն Ղազարյան, այստեղ քաղաքական ենթատեքստում տեսնում եք թե ոչ եւ այդ միջադեպից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը գրավում էր արել։ Այդ գրառման վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Նախ չի կարա քաղաքական ենթատեքստ չունենա մի մարդու դաժան սպանությունը, որը զբաղեցնում է քաղաքական պաշտոն։ Այսինքն սպանված գործիչը հանրային ծառայության մասին օրենքով զբաղեցրել է համայնքային քաղաքական պաշտոն, համայնքի ղեկավար, ընդ որում խոշորացված համայնքի ղեկավար, որը իր մեջ ընդգրկում է բազմաթիվ բնակավայրեր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, բնակիչներից կազմված համայնքի ղեկավար եւ նոր ընտրված եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքի ղեկավար։ Ընդ որում այդ սպանությանը հենց մի հատ նախորդող իրադարձություններով գնանք։ Ընտրվել է Վաղոզիա Գրիգորյանը այս տարվա ընթացքում։ Մարտի 31-ին։ Ինքը առաջնորդել է ապրելու երկիր կուսակցության համամասնական ցուցակը։ Մյուս քաղաքական ուժը, որի հետ ինքը մրցակցել է, եղել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Այդ փառակար համայնքում այդ կուսակցության ընտրության
պատասխանատվությունը ստանձնել է նախկին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որ հիմա նշանակվել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան։ Այդ սպանությունից մի քանի օր առաջ Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է իր մեքենայի մեջ ապօրինի թմրանյութի եւ ապօրինի զենքի արկայության փաստով։ Վարույթի ընթացքում ներկայացվում է, որ ինչ որ մեկը փախել է։ Պաշտպանության վարչության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ձեզ նպատակարար չի գտնում ընդունել։ Այսինքն միայն ինձ նպատակարար չի գտնում, ուրիշ քաղաքացիների Այո, նկատելով ցույցնիցավ ունենք 7 քաղաքացի։ Շնորհակալ եմ դերակատարության համար։ Սպասեմ երբ Արմեն։ Հիմա ասեք, թե ես որ վարորդ լինեի, Արմեն Խաչատրյանն էր պատգամավոր չլներ, ելներ գայիշնիկ։ Ես որ մի բան արածելնեի, խախտում արածել ինքը կանգնեցնելու էր ու իր խասյաթի համաձայն կարող է նաև ինչ-որ մի ձևի բան առաջարկեր, չէ՞։ Բա հիմա եթե ինքն է խախտում անում, ես սրան ինչ անեմ։ Մեր դիմում է մեր ասեք ինչ կարամ անեմ, ես Արմեն Խաչատրյան, եթե ինքը պատգամավոր է, ունի պարտականություն քաղաքացու ընդունելու ու իր պարտականությունը չի կատարում, ինչ պիտի անենք մենք այդ պատգամավորներին։ Այսինքն պետք է թողնենք ինքը փող ստանում իմ վճարած հարկերից, իմ չստացած եկամուտներից, չէ՞։ Ասեք ուրիշ որևէ պայմաններում մարդկային Արմեն Խաչատրյանն ինձ հետաքրքիր չի։ Ոչ իր ինտելեկտուալ կարողությունները, ոչ մարդկային, ոչ մասնագիտական ինձ հետաքրքիր չի, որ ես իր հետ որևէ առիթով հանդիպեմ։ Ես նույնիսկ չգիտեմ, որ ինքն է ընդունելություն անցկացնում։ Ես եկել եմ հանրային պաշտոնյայի մոտ ընդունելության։ Բայց նա իր պարտականություն չի կա։ Մենք հիմա ինչ անենք սրանց։ Իրանք ասա, իր մեջ այս վարկագիծը արկածախնդրությունը հասկանում եք, իրանք ոնց որ հրահրի բան, լարվածություն, կոնֆլիկտ, չէ՞։ Ասենք նաև այս ամեն ինչի հետ միասին նաև մարդկային գործունեությունը, չէ՞։ Ասենք օրինակ նաև ով է քաղաքացին, ով խնդրում է հանդիպում ընդդենք Արմեն Խաչատրյանի հետ։ Իմ կենսագրությունը, որ դնենք Արմեն Խաչատրյանի կենսագրության հետ, այդպես համեմատության մեջ 3-ից 4 կենսաբանական կյանք ինքը որ ապրի, իմ ձեռքբերումների հաջողությունների կեսը չի կարող ունենա։ Ասենք Արմեն Խաչատրյանը, որ մեջտեղից ճղվի, ոչ մի գիտությունների տեխնացու չի կարող լինի։ Ու ինքը հիմա մերժում է գիտությունների տեխնացու դոցենտի հետ հանդիպումը։ Երբ որ այդ իր կյանքում այլ պա, եթե Հայաստանում ադրբեջանա-թուրքական հեղափոխություն չլներ, ասենք գայիշնիկի, իր գայիշնիկ եղած ժամանակ ես մարզպետ եմ ելել։ Գայիշնիկի մարզպետի հետ հանդիպումը կներ իրադարձություն իր կյանքում։ Մինչև իր պատգամավորը լելը ես դեսպան եմ եղել։ Պետության ղեկավարները ինձ դիմել են որպես նորին գերազանցություն իմ պաշտոնավարման շրջանում։ Արմեն Խաչատրյանի իմ հետ որևէ հանդիպում իրադարձություն պիտի լեր իր կյանքում։ Հասկանում եք ինչ անոմալիայի հետ մենք գործ ունենք հիմա։ Ովքեր են մեր փոխարեն որոշումներ կայացնում, ինչ որոշումներ են կայացնում եւ ոնց են փախնում պատասխանատվությունից իրենց կայացված որոշումների։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է ժամը 5-ին, ներողություն, ժամը 3-ին 15:00-ին։ Ասելու եք, թե արդեն գիտեք որ։ Չէ, այս ընթացքում ես հանդիպում ունեմ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովն ժամը 3-ին կներկայանամ նորից։ Ես պարտաճանաչ ներկայանում եմ բոլոր հանդիպումներին, անկախ իրանց վերաբերմունքից։ Վերադառնալով Փարաքարի համայնքապետից Հա, նայեք, այդ Նարեկ Մկրտչյանի եղբայրը, որը թմրանյութ եւ ապօրինի զենքով ձերբակալվել է, բացատրություն տվեցին, ընդ որում ներքին գործերի նախարարը փորձելով արդարացնել նաեւ, ըստ էության դա արդարացման ձև էր, ասաց, որ դա իրեն չի պատկանում, այլ պատկանել է մեկ այլ քաղաքացու, որը թողել է մեքենայի մեջ ու գնացել է։ Նայեք, գիշերվա ժամ, ապօրինի զենք, թմրանյութ, ինչ-որ գոլդ համարներով մեքենա, դեսպան, դեսպանի եղբայր, մինչև հիմա տեղեկություն չկա, թե այդ մարդուն բռնել են, թե չէ, այդ որ իբր թե թմրանյութ ու զենք ինքն է թողել գնացել, չնայած քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրել Նարեկ Մկրտչյանի եղբորը, եթե հիմքեր չունենային չէին առաջադրի։ Նա հիմա տնային կալանքի տակ է խափամամիջ, բայց այն մեկը որ փախել է հələ չեն բռնել։ Հիմա այս լուսավոր դարում, սպանությունը իրականացրած մարդուն արդեն 1.5 օր անց է,
Հələ իրավապահները չեն բռնել, ու ոչ ոք հրաժարական չի տվել։ Հələ ներքին գործերի նախարար, ոստիկանապետը, քրեական ոստիկանության պետը, երբ որ Հայաստանում է 10 հիմա վաղ նայ հանրահավաք ենք անում, չէ՞։ 15 մարտ ստե հավաքվի, 1500 ոստիկան է գալու։ Այդ թվում բոլոր բարձրաստիճան ոստիկանները, բարեկային ծառայության պետն է գալու, քրեական ոստիկանության, այն պաժարնիկին էլ են բերում, Ցուցուլյանն էլ է գալու։ Մի հատ պաժարնի մեքենա բերում իդե կանգնացնում, գալի կանգնում ստե, նախկին միլիցիա։ Սա գալի կանգնում են, եթե մի հատ 15 հոգանոց հանրահավաք ալում։ Սպանությունը եղել է, ասենք, պարզ է, չէ՞, ինչ աղմուկ է, ինչ ողբերգություն է դա իր բովանդակության, անձնական ողբերգությունից բացի հանրության համար, չէ՞, ասենք ընդդիմադիր քաղաքապետը մեծ համայնքի ղեկավարը սպանվել։ Ընտրված ժողովրդի կողմից սիրված, բացարձակ պատկերացնում ես, այս պայմաններում ՔՊ-ին մարդը առաջի փուլով հաղթել է։ Ինչ հեղինակություն պիտի մարդը ունենա, որ նման հաջողություն ունենա։ Ու նա սպանվում ընտրությունից մի քանի ամիս հետո։ Ու չեն գտնում այս կամերաների դարում, որ այս կամերաները ջեբներս դրած մարզման են գալի, չէ՞։ Ամեն քայլափոխի վերահսկվում է ցանկացած մարդ։ Չեն գտնում Նարեկ Մկրտչյանի ավտոյից փախած մարդուն, սպանությունը կատարած մարդուն։ Եղբոր։ Հիմա դրանից գալիս ենք ընտրություն, այս բացարձակ արդյունքներով որ հաղթել է, դրանից առաջ նախընտրական շրջանում այդ համայնքում էլի լարվածություն, ողբերգական միջադեպ, որին փորձ է արվել, մեղադրել, հիմիկվա սպանված քաղաքապետի հարազատներին, այն էլի իմ կարծիքով ինչ մոտիվացիա է, որպեսզի դա օգտագործեն խափանելու նրա ընտրվելու հնարավորությունը, որովհետև նույն ձեռագիրը մենք իրավապահ մարմինների կողմից տեսել ենք Գյումրի միաժամանակ նույն օրը տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, երբ որ ընդդիմադիր թեկնածուների հարազատներին, թիմակիցներին ձերբակալում են, տատիկների գործ կա, չէ՞, մուրաբաները, որ չգիտեմ, արգրավել էին, թե չէ։ Հա։ Տատիկների գործ կար են, Սիմոնյանի շտաբեր էին մտել, Վարդան Ղուկասյանի կողմնակիցների, այդ սաղ տեղի ունեցեք Գյումրիում։ Նույնը փորձեցին անել նաև Փարաքանում, բայց անգամ այդ պայմաններում մարդը դրանց հաղթել է։ Դրանից առաջ գնանք 2021 թիվ հերթական ընտրություններ Փարաքարում։ Նույն Վաղոդյա Գրիգորյանը իր առաջնորդած կուսակցությունով ամենաշատ քվեներն էր ստա, չնայած 50%-ից ավել չէր, միանգամից չէր ընտրվել, բայց ամենաշատ քվեները հավաքել էր իրենց դաշինքը։ Չթողին մարդը դառնա համայնքի ղեկավար։ Հիշեք, գնացին ոստիկանությունով լցվան, չթողին հավաքանին իր կազմից ամենաշատ քվե ստացած մարդուն, եթե այն ժամանակ ինքը ընտրված էր համայնքի ղեկավար, այդ համայնքը հիմա իր նորմալ բնականոն կյանքով, իր բնականոն հունով ապրում էր։ Խափանեցին ազգային ժողովի երկու պատգամավորներ, Հայկ Սարգսյան եւ Վահագ Ալեքսանյան, գնացին ներկա գտնվեցին ավականուն նիստին, որը պիտի համայնքի ոչ այդ համայնքի բնակիչ են, ոչ կապ ունեն այդ համայնքի հետ։ Այդ նիստի օրը նույն Վաղոդյա Գրիգորյանը հրաժարական մանդատներից հրաժարվեցին ամբողջ խմբակցությունով, ՔՊ-ից դառավ համայնքի ղեկավար։ Իրանց ընտրված ՔՊ-ի համայնքի ղեկավարին հետո կարծեմ իրանք բռնին թե ինչ արին, որովհետև այս տարվա ընտրությունը արտահերթ ընտրություն։ Հիմա այս ամեն ինչը քաղաքական process-ներ չեն, այս ամեն ինչը չի բերել հանգեցրել այս ողբերգությանը։ Նիկոլ Փաշինյանն է գրառում անում, դատապարտում է, մնացել էր ասել բանը, ողջունում եմ։ Դու չպիտի դատապարտես, դու պիտի դատապարտվես այս ամեն ինչի համար։ Անմիջական պատասխանատվություն են կրում այս ամեն ինչի համար իրանք։ Ես եմ շնորհակալ։ 160 թեմի հարգելի հետևողներ, ինչպես տեսակ, այսօր ժամը 10:00-ին եւ 11:00-ին նախատեսված էր Էդգար Ղազարյանի հանդիպումը Պաշտպանության եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ քաղաքացիների ընդունելության շրջանակներում, սակայն իշխանական պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արմեն Խաչատրյանը Էդգար Ղազարյանին չեն ընդունել, սակայն ընդունել են մյուս քաղաքացիներ։